Հարգելի արտգործնախարար Միրզոյան, տիկնայք եւ պարոնայք, շատ հաճելի է այստեղ լինել Երևանում եւ այսօր ուրախ եմ ձեր հրաշալի երկիր այցելելու։ Ես այստեղ եմ հստակ ուղերձով։ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա։ Վերջին տարիներին դուք իրականացրել եք ընդունել եք օրենսդրություն եւ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ եւ մենք պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը այսօր նաեւ հաճույքով հայտարարում եմ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին նոր գործընկերության օրակարգի շուրջ, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսության զարգացման, անվտանգության եւ դիմակայության ոլորտներում Եվրոպական միությունը այս առումով տրամադրում է 270 միլիոն եվրո դեմոկրատիան եւ աճի ծրագրի շրջանակում 2024-27 թվականների համար։ Սա նախատեսում է աջակցություն բիզնեսներին, բարելավել փոխկապակցվածությունը Հայաստանի եւ Եվրամիության միջև եւ նպաստում է բարեփոխումներին ու վայրէջքերին։ Մեր հարաբերությունները իհարկե չեն սահմանափակվում միայն տնտեսությամբ, մենք նաեւ տրամադրում ենք բնականաշինության եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն տեղահանված անձանց Ղարաբաղից։ Մեր հարաբերությունները առանցքային տեղ են զբաղեցնում ժողովուրդ շփումները, թե ինչու զարգացնում ենք մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը։ Ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հանձնաժողովը ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը եւ երբ պայմանները կատարվեն, գործընթացը ավարտին հասցվի, այն ավելի մոտ կդարձնի միմյանց Եվրոպական միությունն ու Հայաստանը։ Միաժամանակ մենք համագործակցությունն ենք խորացնում խաղաղության եւ կայունության համար եւ Եվրոպական միության Հայաստանում ԵՄ առաքելությունը այս առումով առանցքային դեր է կատարում։ Երեկ ես այցելեցի առաքելության գլխամած անձամբ ծանոթանալով նրանց գործունեությանը։ Եվրոպական միությունը եւ Հայաստանը համագործակցում են նաեւ ճգնաժամերի կառավարման ոլորտում։